Բարձրագույն կրթությանը վերաբերող նոր օրենքը շարունակում է բազմաթիվ տարակարծությունների տեղիք տալ։ Կարծիքները բախվում են հատկապես բուհերի միավորման եւ ակադեմիական քաղաքի հարցում։ 2024-25 թվականների ուսումնական տարում ըստ վիճակագրական կոմիտեի Հայաստանի բուհերում ուսանողների ընդհանուր թիվը 86043 է եղել, բայց համաձայն կառավարության որոշման ակադեմիական քաղաքում նախնական հաշվարկով կարող է տեղավորվել առավելագույնը մոտ 44000 մարդ։ Մասնագետները կարծում են, որ որոշ բուհեր չեն գնա քաղաք։ Օրինակ անորոշամ մարզային բուհերը հնարավոր է մնան եւ մասնավոր բուհերը, որոնց թվում նաեւ խոշոր բուհեր կան։ Եթե ակադեմիական քաղաքը ստեղծվի, ինքը նախատեսվում է, որ մեծ մասամբ անվճար է լինելու կրթությունը։ Դրա համար է նաեւ նախատեսվում, որ ուսանողների թիվը կկրճատեն։ Քաղաքի լրամշակված հայեցակարգում պարզորոշ է, թե որ պետական բուհերն են միավորվելու։ Այստեղ խնդիրը ըստ մասնագետների ոչ պետական բուհերի դեպքում կլինի, քանի որ դրանք հիմնադրվել են քաղաքացիների սեփական ձեռնարկով։ Նրանց միավորումը փորձագետների կարծիքով որոշակի բարդություններ է բերելու, քանի որ դժվար է լինելու միանալ մեկ այլ անձի ստեղծած բուհի հետ։ Միակ բուհը, որը չի միավորվելու, դա բժշկական համալսարանն է, որը պարզել 4000-ից ավել ուսանողը ունի։ Խնդիր առաջանալու այն դեպքերում, երբ որ փորձեն նոր բուհ բացել կամ նեղ մասնագիտացված որևէ բուհ, ոչ պետական, ու դա անհնար լինի։ Ինչը կարծում եմ սխալ է։ Նոր փոփոխություններով բուհերը պետք է ունենան պայմաններ 4000 ուսանողի կրթությունը ապահովելու եւ կազմակերպելու համար, իսկ ուսանողների նվազագույն թիվը ըստ մասնագետների պետք է առնվազն 2000 լինի։ Եթե 2000 չկա, այդ դեպքում կարող է փակվի։ 4000-ը վերաբերում է իր տարածքի կարողությանը։ Եթե ինքը կարողանում է ունենալ շենք, որտեղ հնարավոր է 4000 հոգու կրթություն կազմակերպել, դա խնդիր չէ։ Կրթությունը պետք է շուկայական հարաբերություններից դուրս լինի, ասում են մասնագետներն ու նկատում, թե անկախ Հայաստանի պատմության մեջ այն ավելի շատ դարձավ առևտրի առարկա, ինչը անթույլատրելի է։ Պետք է հիմա ամեն ինչ արվեր, որպեսզի հակառակաբարերեն պայմաններ ստեղծվեին նոր բուհերի առաջացման համար։ Ես չեմ կարող ասել բուհերի թվի կրճատման մասին, ես կարող եմ ասել, որ դա ստեղծում է անբարենպաստ պայմաններ նոր բուհերի առաջացման համար։ Այսա խնդիր է։ Միջազգային պրակտիկա չկա, որ երկրի բոլոր բուհերը հավաքված լինեն մեկ տարածքում։ Դրա տնտեսական շահը մասնագետների խոսքով կարող են ստանալ անհատները։ Փորձագետները հիմնականում դեմ չեն ակադեմիական քաղաքի կառուցմանը, բայց ասում են, դա պետք է չհանգեցնի բուհերի կենտրոնացմանը։ Տնտեսական շահը կարող է ունենալ մի քանի օլիգարխ, որոնք կսեփականաշնորեն բուհերի շենքերը քաղաքում։ Դա եթե տնտեսական շահերի մասին է խոսում, կամ ինչ-որ ներդրողներ, որոնք այնտեղից ինչ-որ ակնկալում են, բայց կրթական շահը ես չեմ հասկանում ինչու կլինի։ Եթե այդքան գումարներ են ներգրավում, այդ գումարների փոքր չափով կարելի է կարգի բերել այն բուհերը, որոնք կան։ Ըստ պաշտոնական տվյալների, ելնելով յուրաքանչյուր մարզի կարիքներից, մարզային բուհերից որոշները եւս հնարավոր է տեղափոխվեն ակադեմիական քաղաք, եւ մասնավոր եւ միջպետական համալսարանները, որոնք ակադեմիական քաղաքից դուրս կլինեն, կշարունակեն գործել, սակայն վերջիներս պետք է համապատասխանեն բարձրագույն կրթության նոր չափորոշիչներին, որոնք նախատեսվում են ապագայում ստեղծել։ Արդյոք ակադեմիական քաղաքը կդառնա գիտակրթական իրական առաջընթացի հարթակ։ Մասնագետներին առավելապես անհանգստացնում է կկարողանա այս նախաձեռնությունը փոխել Հայաստանի կրթական ապագան։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։